Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք ֆունկցիաներ բաժնի երկրորդ խնդրի վրա, արգումենտով ֆունկցիաներ։ Խնդիրը կայանում է հետևյալում։ Մեզ խնդրում է հաշվել գլանի ծավալ այս բանաձևով p անգամ r քառակուսի անգամ h, բայց ոչ միայն մի հատիկ գլանի, այլ տենց բազմաթիվ գլաներ, ինչ որ n հատ գլանի։ Մեզ մուտքում տալիս է թե քանի հատ գլան է, ու մեզ տալիս է բարձրությունները ու շարավղերը։ Ու մենք պետք է հերթով ամեն մեկի համար հաշվենք ծավալը։ Այս օրինակում մենակ մի հատիկ է 15.6 վերադարձնում ենք 1696.46 ծավալը։ Դե եկեք գնանք գրելու։ Նախ բանաձևի մեջ օգտագործվում է p-ն, դրա համար եկեք իրան միանգամից ներբեռնենք, գրենք from math import p։ Հետո արժեքը կօգտագործենք իրը։ Հիմա եթե պատկերացնենք, որ չգիտենք թե ինչ է ընդհանրապես ֆունկցիաները, այստեղ կգանք կգրենք, որ դե մի հատ իմանանք թե քանի հատի համար ենք ծավալ հաշվում, n-ը հավասար է int input։ Ու հետո պետք է ամեն մեկի համար մեր հաշվարկը անենք, այսինքն կգանք ասենք for տակի գծիկ in range n, որ n անգամ աշխատացնի։ Տակի գծիկ, որտեղ մեզ հետաքրքիր չի այս range-ի վերադարձածները, էլի մեզ զուտ պետք է n անգամ աշխատել։ Ու մուտքերը կվերցնենք, մուտքում գալիս է բարձրությունը, եկեք գրենք h-ով, h-ը հավասար է int input։ Ու գալիս է շարավիղը, ռադիուս բառից եկեք գրենք r, էդ էլ int input։ Եթե ուզենք կարանք միտողով էլ սա անենք։ Հիմա ծավալը հաշվելու համար եկեք ծավալը գրենք volume, կգրենք p անգամ, այս մեր շարավղի քառակուսի, այսինքն r-ի քառակուսի, ու դա բազմապատկած բարձրությունով, անգամ h։ Ու հետո մեզ կմնա տպելը սա ուղղակի։ Եկեք աշխատացնենք։ Ահա, թեստը անցավ։ Հիմա submit-էլ կարանք սխմենք նավսյակի, բայց սենց ոչ մի նոր գիտելիք չկիրառեցինք, էլի, ոնց փոքր ժամանակ սենց ասած կգրենք, տենց էլ հիմա գրեցինք։ Ու հիմա եթե մեզ ասեն, գիտեք ինչ, մենք ուզում ենք, որ դուք վերադարձնեք ոչ թե ծավալը, այլ ծավալի փոխարեն մակերեսը, չէ ծավալի կրկնապատիկը կամ գիտեք ինչ ծավալի բանաձևը փոխվել, արդեն սենց էինք։ Մի խոսքով, եթե կարիք լինի փոփոխության, մենք պետք է ու կոդը եթե մեզնի պետք է գանք գտնենք այս կոդի մեջ, թե որտեղ է ու իրան հենց այդտեղ փոխենք։ Կամ ապագայում եթե մի հատ էլ մակերես պետք լինի հաշվել եւ այլն, այդ սաղ սենց լինելու է այստեղ հենց սրա մեջ լիքը կոդեր, որոնց մեջ հեշտ է լինելու խճճվել էլի, ու քանի որ շատ անգամ են իրանք օգտագործվում, այս դեպքում ցիկլով կարացանք տակից դուրս գանք, մենակ մի անգամ գրեցինք, բայց եթե ուրիշ իրավիճակներ կստացվեր ամենտեղ նույն կոդն են գրում, կոդի կրկնություն է լինում։ Ընդհանուր առմամբ այդ ամեն ինչին որպես լուծում, այս դեպքում մի քիչ գուցե չկարողացա ծախեմ կարևորությունը ֆունկցիաների, բայց դրան փրկություն է գալիս ֆունկցիան, որտեղ որ մենք մի անգամ սահմանում ենք, թե ինչ է նշանակում ծավալ, ու հետո ամեն անգամ դա կիրառում։ Եկեք անենք։ Պետք է ֆունկցիան սահմանելու համար գրենք def define բառից, ու ֆունկցիայանը եկեք դրենք բան volume, ահա, ինչ պետք է ընդունի ինքը, պետք է ընդունի շարավիղ, եկեք գրենք radius, ու պետք է ընդունի բարձրություն։ Այս երկուսը իմանալով կարանք հաշվենք իրա ծավալը։ Ոնց թե այս մեր բանաձևով volume-ը հավասար է հետևյալին, այստեղ փոփոխականի անունները ավելի երկար ենք դարձրել, դա էլ փոփոխենք, ու այս ֆունկցիան պետք է տպի այս մեր ծավալը, այսինքն print անի volume։ Ահա, եկեք սրա դրսենք calculate volume, որ պարզ լինի, էլի մենք փոփոխականի մասն ենք խոսում, թե ֆունկցիայի։ Ու հիմա այս մեր կանչի մեջ մեզ պետք կլինի կանչել այս calculate volume ֆունկցիան, գրելու ենք դրա համար ուղղակի calculate volume, ու որպես մուտք իրան տալով շարավիղը, r-ը ու h-ը։ Այստեղ եթե թարս գրեինք ավելի հարմար կլիներ հավանաբար, բայց մի խոսքով։ Ահա, սա եթե աշխատացնենք, սա սրան էկվիվալենտ է նախորդ կոդին, բայց արդեն ստեղ եթե պետք լինի ծավալը փոխել, հստակ կգանք այս calculate volume-ը կփոփոխենք, ավելի կոմֆորտ է դառնալու աշխատել, էլի համ մեզ, համ մեր գոլեգաներին։ Ապագայում ավելի լուրջ օրինակների վրա դա ավելի լավ կզգանք։ Հաջողություն։